այլ հարցեր ունի, ահա, խնդրեմ։ Ինչ գուլում է ընկերության վերաբերյալ միջազգային հայցը եւ հեցի դիվերսիֆիկացիայի մասով առանձին իրավական գործընթաց սկսել եք, հայց ներկայացրել եք տեղի կամ միջազգային դատարանում։ Բարի։ Նախ առաջին հարցը հենց սա է հիմնական պատճառներից մեկը, որ մենք հանրագիրը սկսում ենք մեր քաղաքացիների համար կրկին, մեր հայրենակիցների համար կրկնեմ, սա հոսանքի սակագնի ըստ էության, հա, լույսի գնի իջեցման պահանջով ստորագրահավաք է լինելու։ Սկսել ենք, որովհետև ոչ, արդեն 1 ամսից ավելի անցել է, երկրորդ դիմումին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով պատասխան չի ներկայացրել, որը ըստ էության պարտավոր էր արդեն ներկայացված լինելու։ Երկրորդ մյուս հարցերին ի պատասխան ավելի ցանկալի կլինի, որ կոնկրետ գործերով իմ գործընկեր փաստաբանները ներկայացնեն, ովքեր զբաղվում են, բայց ես տեղեկացնեմ, որ ինչու էր նաև ծայրահեղ անընդունելի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հեծի լիցենզիայի դադարեցումը, որովհետև զուգահեռ 2 իրավական գործընթաց ունենք, որոնք նշեցիք, մեկը միջազգային արբիտրաժում դիմումն է, երկրորդը դա սահմանադրական դատարանում վարույթ ընդունված գործն է, այո, սահմանադրական դատարանը այդ օրենքներ, որոնց մասին խոսեցի, սահմանադրականության խնդիր է տեսել դրանց մեջ եւ վարույթ է ընդունել եւ արդեն անգամ դեկտեմբերին նշանակված նիստի օր կա այդ օրենքների հակասահմանադրականության հարցը քննարկելու։ Երբ երկրում ու ընդհանրապես այդ հարցի շուրջ 2 լրջագույն իրավական գործընթացներ կային, առնվազն դրանք հիմք էին, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առժամանակ հետ նահանջաներ եւ հետ չգնահատական չտար ու չդադարեցներ հեծի լիցենզիան, որովհետև հնարավոր է դատական իշխանության կողմից տրվի այլ գնահատական, հա, այս գործընթացներին ու ի հեճուկս ներպետական ու ինչպես նաև միջազգային ատյաններում գործընթացների իրավական, այնուամենայնիվ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գնաց այս քայլին ու համոզված եմ, դա այնքան քաղաքականացված ու այնքան իրավական առումներով խութերով ու խնդիրներով գործընթաց է, որ տարբեր հարթակներում այնուամենայնիվ վերջնական այլ գնահատականի է արժանանալու։ Ահա։ Մոտ 1 ամիս առաջ, հա, մոտ 1 ամիս առաջ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն